Հայաստանի ամենաբուժիչ քաղաքն արդեն 90 տարեկան է, բայց դեռ այնքան բան կա, որ չգիտենք այդ ծերուկի մասին։ Ջերմուկ City Fest-ը կազմակերպվել է հենց այն նպատակով, որ տեղացիներից բացի նաև այլ քաղաքների բնակիչները բացահայտեն ջերմուկի, զբոսաշրջային, մշակութային, առողջարանային ներուժը, վայելեն բնությունն ու հանքային ջրերի բուժիչ ուժը։ Ջերմուկը շատ լավ էքստրեմալ տուրիզմի գոտի կարող է հանդիսանալ։ Այս տարի ճիշտ է ժամանակասուղ էր միջոցառումը կազմակերպելու համար, բայց եկող տարի մենք համագործակցելու ենք նաև էքստրեմալ տուրիզմով զբաղվող ընկերությունների հետ, որովհետև ջերմուկը իրոք ունի այդ պոտենցիալը։ Զբոսաշրջիկներին ջերմուկը ճիշտ ներկայացնելու համար բնակիչները տարբեր տաղավարներում ներկայացնում են քաղաքի ազգային խոհանոցը, տեղական արտադրանքը, հյուրանոցներն ու առողջարանները, որտեղ բուժվելու համար աշխարհի որ կողմից ասես մարդիկ չեն գալիս։ Տուրիստները, մեր զբոսաշրջիկները սիրում են հայկական նախշեր, նուռը, այս նուռը իրանց սիրելի աշխատանքներից է։ Հատկապես գրավեց այդ վարպետաց դասեր տաղավարը, որտեղ սովորեցնում էին անվճար, երեխաները կարող էին ով ցանկություն ուներ նկարել, ինչ-որ մի բան պատրաստել, դա եւ ուսանելի է, եւ հաճելի է, եւ երեխաների առօրյան էլ է հետաքրքիր դարձնում։ Վերջին տարիներին առողջարանային այս քաղաքը համեմատաբար պասիվացել է, առաջվա ակտիվությունը չեն նկատում բնակիչները։ Ասեք, որ ջերմուկը դրախտ է։ Ջերմուկ City Fest-ի կազմակերպիչները վստահ են, որ այսպիսի միջոցառումները նորից կաշխուժացնեն ջերմուկը։ Մենք ջերմուկը կդարձնենք ավելի գեղեցիկ, ավելի բարեկարգ եւ գրավիչ։ Շնորհավոր տոնդ, սիրելի ջերմուկ։ Ջերմուկ Fest-ն այսքան պատշաճ չէր կազմակերպվի առանց հովանավորների, Լիդիան Արմենիայի, Ջերմուկ գրուպի։ Մենք միշտ կանգնած ենք այն նախաձեռնությունների կողքին, որոնք որ կարող են ապահովել համայնքների զարգացումը, տնտեսական ակտիվացում բերել համայնքներին։ Տուրիստական մեծ պոտենցիալ ունի ջերմուկը, ասում է Լիդիան Արմենիայի ներկայացուցիչը։ Վստահ է, եթե այս տոնն ամեն տարի կազմակերպվի, ջերմուկը կդառնա Հայաստանի ամենատուրիստաշատ քաղաքներից մեկը։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։